Երեկ Լիբիայից Հայաստան ժամանած բեռնատար ինքնաթիռը վայրեջք է կատարել ոչ թե Զվարթնոց, այլ Գյումրու Շիրակ օդանավակայանում։ Պատասխանատուների վստահեցմամբ վետերան ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռի վայրեջքը Գյումրիում պայմանավորված է եղել գնային քաղաքականությամբ։ Ըստ նրանց Շիրակ օդանավակայանում գներն ավելի մատչելի են։ Իսկ թե ինչու են նրանց բժշկական հետազոտության ենթարկել, Շիրակ օդանավակայանի սահմանային սանիտարական հսկիչ կետի պետ Վահե Անդրեյանը տեղեկացրել է, որ 7 հոգուց բաղկացած անձնակազմը եկել է Աֆրիկայից։ Ըստ նրա Լիբիայում էբոլան տարածում չունի, սակայն բուժզննում են անցկացրել ապահովության համար։ Նշենք, որ ինքնաթիռի անձնակազմից 3 հոգի Ռուսաստանի Դաշնության քաղաքացի են, մեկն Ուկրաինայից, մյուսները Էստոնիայից։ Նրանք Հայաստանում կմնան մի քանի օր ևս։ Դա պլանավորած վայրեջք է։ Գյումրի Շիրակ օդանավակայանում հետո թվերթը պետք է այնտեղ վայրեջք կատարել եւ այնտեղ վայրեջք կատարել։ Դա հայկական գրանցման օդանավ է Il-76, որը գրանցված է Հայաստանի ինքնաթիռների ռեեստրում ու մեր մոտ ավիակամպանիա Վետերանում է գրանցված։ Մենք դատարկ եկել է ինքը Լիբիայից թռել է Երևան, մենք գրանցումից հանել ենք այդ ինքնաթիռը ու ինքը արդեն թռնի ուզում է։ Հայկական ինքնաթիռների ռեեստրից դա հանվելու է։ Բեռնատար ինքնաթիռը Il-76 TD մագնիշի, ինքը դատարկ եկել է Հայաստան, իսկ որպեսի կոմերցիոն պայմաններով այդ ինքնաթիռի սպասարկումը Գյումրի օդանավակայանի գները ավելի մատչելի է, որոշվել է, որ ինքը գա Գյումրի մի քանի օր կայանի գրանցումից դուրս գա ու թռնի։ Քանի որ ռուսական ինքնաթիռ է Il-76, ազնակազմը ռուս օդաչուներ են։ Մենք նախորդ տեղյակ լինելով, որ Աֆրիկայից օդանավ է գալիս, կազմակերպեցինք այդ ազատություն, այդ ինքնաթիռի մեջ միջև նրանց դուրս գալը։ Ներգրավեցինք նաև մարզային փորձագետի, քանի որ ամեն դեպքում Աֆրիկայից վտանգավոր է։ Ուզում են անցել մանրամաս անամնեզ է հավաքվել, ոչ մի նշան չկա նրանց մոտիվանդության, բացի այդ նրանց անամնեզում նույնպես ոչ մի տվյալ չկար, որը հիվանդության հետ առնչվեր։ Մի քանի օր մնալու են Գյումրիում, չնայած հսկողության տակ են ամեն դեպքում եղել, ջերմաչափումներին արվում։ Իրանց բացատրվել է էբոլան ինչ հիվանդություն է, ինչպես է տարածվում, իրանք իրենց հերթին զգույշ են, վտանգավոր ոչ մի բան մենք չենք նկատի։ Ոչ մի շփում չկար իրանց մոտիվանցիան կամ ինչ-որ նշան։ Նրանք օդանավակայանում են եղել միշտ Ռուսեչենեկի Հանրապետություն Լիբիայի, օդանավակայանում բեռնաթափվել են եկել են ստեղ։